Գիտեմ, Կարեն, մենք տեսանք, որ Լենինգրադյան փողոցը անվանափոխվեց Քրքորյանի անունով, ինչ եք մտածում այս մասով։ Ինքս կողմ եմ քվեարկել եւ կարծում եմ, որ այո, Քրքորյանը հենց այն անհատն է, որը արժանի է, որ ունենա նման մեծ փողոց, կարևոր փողոց, բացի այդ մենք ապրում ենք ժամանակներում, երբ բարերարներին գնահատանք տալը շատ կարևոր է, որովհետեւ ցավոք սրտի մենք ունենք այսօր բարերար, որը բանտարկված է Ադրբեջանում, ունենք բարերար, որը բանտարկված է այստեղ եւ կարծում եմ ավելին քան կարևոր ժամանակահատվածում են բերել նախագիծ արժանի պատիվ տալ բարերարին եւ հիշատակել, թե որքանով դա կարևոր է սեփական պետության համար։ Տեսանք, որ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները քաղաքապետարանում բարձրացնում են կաթողիկոսի հարցը, քահանաների, սրբազանների հարցը, ինչ եք մտածում այս մասով, արդյոք այդ տեղն է այդ հարցերը բարձրացնելու, ինչ եք մտածում այս մասով։ Գիտեք, մարդիկ ծրագիր ունեն եւ այդ ծրագիրը կարծես կասետի պես ուղեղների մեջ դրած է, մենք տեսնում ենք, որ միանման են խոսում մարդիկ, այսինքն դա չի խոսում տվյալ մարդկանց համոզմունքի մասին, այն որ խմբակային արշավի են մասնակցում եւ ամոթալին այն է, որ երբեք չենք մտածի, որ կապրենք մի օր, որ քաղաքական իշխող ուժը խմբակային արշավ կմասնակցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ։ Դեպքում ենք բառապաշարը, որոնք նրանք օգտագործում են, եկեղեցին կարող է խնդիրներ ունենալ, եկեղեցականները սուրբ չեն, կարող են տարբեր խնդիրներ ունենալ, բայց ամեն դեպքում այն բառամթերքը, որ դու ընտրում ես, դու պետք է այն գործողությունները, որ դու անում ես, պետք է այնքան զգույշ լինես, այնքան նուրբ լինես, որովհետև կապված է այդ ամենը բազմահազար հավատացյալների զգացմունքների հետ։ Ինքս որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ստրես եմ ապրում, որովհետև ամեն օր նայում եմ Ոչը կրկնվեց գրոհը Մայրաթորի վրա, ինձ համար դա եւ իմ կյանքի ամենադաժան օրերից մեկն էր, որ չէի պատկերացնի, որ կարող է նման բան լինի, որ Մայրաթորը զանգեր հնչեցնի սեփական իսկ ժողովրդի մի մասնիկի, որը փորձում է ներխուժել այդ մասնիկից պաշտպանվելու կարիք ունենա առհասարակ։ Այսինքն մենք ունենք իսկապես այնքան ամոթալի վիճակ, որ որևէ քաղաքական ուժ չեր գնա նման քայլի, շատ լավ գիտակցելով, որ ամեն դեպքում դա առաջին հերթին մեծ հարված հենց իրենց ռեյտինգին, այլն ընտրություններից առաջ չեր գնա, եթե հարկադրված չլիներ։ Ուստի այստեղ անձամբ իմ մոտ տպավորություն է, որ խոստում է տրվել եկեղեցու դեմ պայքարել, քայքայել եկեղեցին, եւ այդ խոստումը պիտի կատարեն, եւ պատվերը ես կարծում եմ արտաքին է։